Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև դիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Կարծիքը հետևյալն է. նախ Ցեղասպանություն թանգարան ինստիտուտի գործը հոգաբարձուների խորհրդի գործն է, ոչ թե կառավարության ղեկավարի։ Եվ հոգաբարձուների խորհուրդը չի լսել կամ գոնե ես նիստերի ներկա չեմ լսել վենս հետ կապված որևէ բան։ Այսինքն պաշտոնապես դրված է եղել միայն որոշ հմտությունների պակաս շինարարական աշխատանքների հետ առնչվելու։ Սա մեկ։ Երկրորդ, Ցեղասպանություն թանգարան ինստիտուտը Հայաստանի արտաքին քաղաքականության վարողը չի։ Ես նույնիսկ չգիտեմ, այսինքն հոգաբարձուների խորհրդի առաջ երբևէ չի ձևակերպվել արտաքին քաղաքականության խնդիր։ Ես առաջին դեպքն եմ լսում, որ այս հայտարարությունը առաջին դեպքն է, երբ որ խոսում է որևէ գիտական եւ թանգարանային հիմնարկի արտաքին քաղաքականության հետ կապ։ Նրա Միշան այդ թանգարանի ինստիտուտի ձևակերպված ինքը պետք է ցեղասպանության խնդիրները հետազոտի եւ այլն, հա, իրավական հիմքերը դրանք են։ Շատ տարօրինակ է, որ մնացածը թողնեմ ցեղասպանության թանգարան, դա շատ տարօրինակ է, որ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը այսօր կարող է դիտվել որպես արտաքին քաղաքականության ընթացքի վիժման որևէ կերպ։ Արցախի հետ կապված պատմաքաղաքական ամբողջ խնդիրները մաքուր ոչ իրավական խնդիրները, բայց մնացած բոլոր հետազոտական դաշտերում շատ ինտենսիվ այսօր վարվում է Ադրբեջանի կողմից։ Հետազոտություններ են արվում նաև Հայաստանում։ Ես չգիտեմ այս հայտարարության հենքի վրա պարոն Փաշինյան արդյոք այս պահին գիտությունների ազգային ակադեմիա ինստիտուտներին, Հայաստանի համալսարաններին, որտեղ հետազոտություններ են անում, հրահանգ կա իջեցված Արցախի խնդրի շուրջ հետազոտություններ չանել, չտպագրվել, չխոսել։ Ես որպես գիտաշխատող այդ տեղեկություն չունեմ։ Եվ հենց հիմա հրատարակության եմ պատրաստում վերջին 30 տարիներին Արցախ կոչված տարածքի, այսինքն պատմական Արցախ ուտիկ տարածքների ոչ միայն Լղիմի հետագայում փոքր հատվածի, այլ Գուրի ամբողջ չափնյակի հուշարձանների խնդիրը խորհրդային Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Եվ եթե այս գիրքը չպիտի հրատարակվի, սա հետազոտական աշխատանք է, ապա ուրեմն դա կլինի պարոն Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որովհետև մեր ինստիտուտը որքան ինձ հայտնի է հրահանգ չունի Արցախի վերաբերյալ հրատարակություններ չանելու։ Ես չգիտեմ ինչ է նշանակում արտաքին քաղաքականությունը այս իրավիճակում Հայաստանի դեպքում եւ որքան ես գիտեմ ճիշտ է հրահանգ չկա Արցախի հետ կապված խնդիրները գիտահետազոտական աշխատանքներում համաձայնեցնել արտաքին քաղաքականության կոնցեպտի հետ, որը կրկին անգամ որևէ ձևով ինձ չի հասել որպես ամբողջ Հայաստանի աշխատանքային process-ը ուղենիշային դարձնող պարտադրանք, թե հրահանգ եւ այլն, եւ ես չեմ կարող մտքիս մեջ կողմնորոշվել թե Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ նրա գլուխը ինչպես են պատկերացնում, որ Հայաստանի մտածողական ապարատը ամբողջովին այն կոնցեպտին ծառայի, որը ուղենիշային է կառավարության ըստ երևույթին մեջ, բայց որը վերլուծվում է տարբեր կերպ եւ տարբեր գնահատականներ ունի եւ տարբեր մոտեցումներ առաջացնում հասարակության ընդհանուր տարբեր խմբերի ու խավերի շրջանակներում։ Տիկին Խարատյան, այսինքն Էդիտա Գզոյանի քայլը Արցախյան հիմնահարթեր թեմայով գիրք նվիրելը չի կարող որևէ դեպքում դիտվել սադրիչ գործողություն Բացարձակ, դա վերլուծական աշխատանք է, դա քաղաքական կուրս չի ցույց տալիս, Վենսին չի ցույց տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքական դիրքորոշումները, ընդհանրապես գիտահետազոտական կենտրոնները այդպիսի եւ շատ ինչ համար այդ դեպքում հետաքրքիր գիտեք, ձեր հարցից հետո հիմա մտածում եմ, որքան ես գիտեմ Ցեղասպանություն թանգարան ինստիտուտի որպես ժամանակավոր պաշտոնակատար տնօրեն նշանակվել է պարոն Թաշյան Հրաչյան, որը գիրք ունի 2020 թվականի պատերազմի մեր պարտությունների մասին։
Գիրքը ճիշտ է որևէ ակադեմիական հիմնարկի կողմից չի երաշխավորված, գրքի տիտրոսաթերթին գրված է, որ դա հեղինակային հրատարակչություն է։ Ինձ հետաքրքիր է այդ գիրքը, այն անձը, որ այդ գիրքը գրել է, եւ հիմա զբաղեցնում է Էդիտա Գզոյանի պաշտոնի, նախկին պաշտոնի ժամանակավոր տեղը, ժամանակավոր պաշտոնակատար է։ Հակասում է, թե չի հակասում։ Գիրքը կոչվում է մեր պարտության պատճառները։ Հակասում է, թե չի հակասում այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Լավ կլիներ մեկը հարցներ պարոն Փաշինյանին, թե եթե Ցեղասպանություն թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար հիմա նշանակվել է Թաշչյան Հրաչյան։ Ես չգիտեմ այդ մարդուն գուցե շատ մեծ առաքինություններ ունի, ես անձի մասին չեմ ասում։ Հրատարակված գիրքը սա է։ Այսինքն նրա հետազոտական եւ գնահատական այս գիրքն է։ Պարոն Փաշինյանը համարում է, որ դա չի հակասում Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության վեկտորներին։ Այդ հարցը պետք է իրեն տալ, իհարկե ես չեմ կարող պատասխանել։ Տիկին Խարատյան, դուք դուրս եք եկել հոգեբարձությունների խորհրդի կազմից։ Դուրս եմ եկել։ Տիկին Գզոյանի հետ կապված այս ամբողջ իրավիճակի հետ կապված այն իմաստով, որ հոգեբարձությունների խորհուրդը չի իմացել նախապատրաստող խնդիրը։ Նրանք իմանային նախապես ինչ որ դիրքորոշում ունենային, կազմել կատարված փաստի առաջ։ Հիմա ինչպես տեսնում եմ այն մեկնաբանությունը, որը ներկայացվել է կապված եղել շինարարության հետ, այսօր երկրի վարչապետը ասում է, որ դա չի հիմնական խնդիրը։ Խնդիրը եղել է Արցախի հետ կապված հրատարակված տեղեկացան, հրատարակված գրքի նվեր հանձնելը եւ զրույցը, այդպես ասած, ճիշտ եմ ասած։ Այո։ Դրա մասին տեղյակ չի եղել։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հոգեբարձությունների խորհրդի ձևական գոյությունը այլևս անիմաստ է եղել այս ամբողջի մեջ։